Մենք գտնվում ենք, չգիտեմ որ գյուղում, հիմա կիմանանք թե որ գյուղում ենք մենք գտնվում։ Այս շաբաթ օրը մեզ տարավ դեպի Բարգուշատ գյուղը։ Զարմացաք, վստահ ենք, որ շատ քչերը գիտեն, որ Կապան քաղաքից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Գյուղը նախկինում կոչվել է Ներքին Գյոդակլու, քանի որ ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության տարիներին բնակեցված է եղել ոչ հայերով։ Ստեփանոս Օրբելյանի Սյունիքը պատմության մեջ հիշատակված է միայն Բախկը գավառը, իսկ հարկացուցակում Բախկը պատմիչը բաժանել է երկու առանձին գավառների։ Արևմտյան մասը անվանված է Բախկը գավառ, որը 10-րդ դարում նաև Աճեն կամ Աճանան անուններ կրում։ Գնում ենք Վարդուշիկների թագավորություն։ Առեղծված են գյուղաժողովրդին։ Վարդուշիկներ, եկեք ստեղ։ Եկեք ստեղ։ Այնուվա ծածած։ Այնուվա ապրես։ Հա, ջիգար, հա։ Արևելյան մասը կոչվում էր մյուս Բախկ կամ Քաշունիկ, իսկ այլ աղբյուրներում եւ տարածքի բնակչության հիշողության մեջ Բարկուշատ։ Մեր օրերում գործածական է Բարկուշատ եւ Աճանան անունները։ 1831 թվականին գյուղում ապրում էր շուրջ 26 մարդ։ 1970 թվականը գերազանցում էր բնակչության թվով շուրջ 447 մարդ։ Հույս կա, գյուղը դատարկված չէ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, սակայն ջրի լուրջ խնդիր կա, ինչը մեծ մտահոգության պատճառ է հանդիսանում։ Վարդուշիկներ, կակվի։ Բարև ձեզ։ Ինչ կա։ Ոնց է գործերը։ Ծույք հացած։ Ակլորաս է, ինչ կա։ Ուչ ծուածած։ Բոլոր դռները փակ են։ Քայլում ենք ու մտածում, որքան հրաշալի բնակատեղիներ կա մեր Սյունյաց աշխարհում, բայց տարիների վեր կարծես թե մատնվել են անտարբերության։ Ինչու չեղավ մեկը, որ փոխի ընթացքը, որ զարկ տա գյուղացու ներդրմանը, կանգնի շինականի կողքին, աջակցի, լսի։ Այսօր տեսնում ենք մի պատկեր, որը շատ ցավալի է։ Հող, ջրի կարոտ, չորացած այգիներ, մերկացած անտառներ ու հուսալքված, տանջված գյուղացու, անտարբեր աչքեր, լռություն։ Խոսում են հիասթափված աշխարհի վարք ու բարքից։ Նայում ես անմեղ աչքերով մանուկների ու հասկանում ես, որ կորցրել են իրենց մանկական խաղերը եւ թաթախվել կենցաղի մեջ։ Կարոտ են շփման, վերաբերմունքի, կարոտ են օտար աչքերի, զրույցների, կարոտ են բարեկարգ ճանապարհների, չգիտեն կյանքի ընթացքն անգամ որ ուղղությամբ է։ Իսկ մենք փոխարեն գնանք, լսենք, աջակից լինենք, խանութների հերթի մեջ կանգնած ընտրում ենք հարմար ու էլիտար արտադրանքի ջուրը, մինչդեռ գյուղում ոռոգման ու խմելու ջուրը չի տարբերվում։ Գիտեք։ Ինչու այսքան անտարբեր դարձանք։ Ուր կորավ հայի արժանապատվությունը, ուր մնաց մերը պահելու ու գնահատելու, մերը արժևորելու հին բարքերը։ Սիրելի կապանցիներ, մեզ շատ հարգարժան հետևորդներ, ես այժմ գտնում եմ Բարգուշատ գյուղում եւ ծանոթացել եմ առաջի բնակչի հետ, Անահիտի հետ, ով ծնվել է այստեղ, Այստեղ չեմ ծնվել, 6 տարեկանից տեղափոխվել եք այստեղ։ 6 տարեկանից Կապանում եք ծնվել։ Հա, Կապանում եմ ծնվել, 6 տարեկանից եկել եք այստեղ։
Եվ ինչ հիշողություններ կան գյուղի հետ կապված, ինչպես է անցել ձեր մանկությունը, Շատ դաժան։ ինչի համար։ Դե որ հայր չեմ ունեցել, մանկուց ինձ մաման է մեծացրել, 6 երեխա եք մենք։ Դժվար էր փայտի հոգսա, վառելիքի հոգսա, ամեն ինչը։ Մեծը դու էի։ Չէ, ես փոքր եմ, փոքր եմ։ Ես Եղբայրս եղբայրս էի անտառից փայտը դնում ու սրներից բերում։ Գյուղի Ամոթ ձմեռը։ Պապան մահացել է։ Պապաս շատ փոքր է, 10 ամսական։ 10 ամսական է, երբ պապան։ Պապա չէր տեսել, 10 ամսական է, որ պապաս մահացել է։ Is դպրոց որտե է գնացել։ Դպրոց գիշերօթի։ Ստեյս գնում եք։ Ես երկու քրոջս հետ գնացել եմ գիշերօթի։ Մնացած քույրերից ստեյ դպրոցն է սովորել։ Ստեյ դպրոցը հերոյա։ Չէ, մեր տան տակն է, միջապես կապած է մեր նեստում ունենք ստեյ։ Այդտեղ է, մեր տան տակն է։ Ուղղակի հիմա դպրոց չի։ Իսկ որ թվից է, որ արդեն դպրոցը չի գործում։ Տենց կարող են չի մոտավորել։ Ահագին։ Ասենք ձեր 10 տարուց ավել կլինի։ թե Իմ ավելի։ քույրիկս ավարտել է 8-րդ տարին ավարտել է ստեյ 9-10 գնացել իշխան դեր, քանի որ տեղը դպրոց չկար, չէր գործում։ Ո՞ր թիվն եք մոտավոր կարող են իշի։ Դե ես 2006 թվին եմ պրծել, իրանք ավելի շուտ ինձանից։ Մի քիչ շուտ։ Բայց դուք ավարտել եք բան, չէ՞։ 2004, հա, ես գիշերօթ։ Իրանք 2003-ին են ավարտել ստեյ։ 2003-2004։ Ահա։ Ստեյց գնացել են Շվանի ձոր, քեռիս մոտ։ Այնտեղ են սովորել։ Իսկ ինչով եք զբաղվում, բացի այդ փայտը վերում եք, երեխեքը ձեր Գյուղը երեխաների հետ խաղում էինք, ինչ խաղեր եք հիշում, ինչ խաղեր եք։ Պարան էինք խաղում, գորզնագորզ։ Որ մասում։ Հենց մեր հայացքում տարածքը ուղիղ էր։ Հա, այն որ ասում եք տան։ Հասկանում։ Ճանապարհի խնդիր է, ասֆալտապատելու խնդիր է, ջրի խնդիր է։ Երեխաները որտե են գնում հիմա դպրոց։ Խաղահարաբարակի խնդիր ունենք, երեխաները խաղալու տեղ դուրս են գալիս խաղալու տեղ չկա։ Իսկ շատ կան գյուղում երեխաներ։ Շատ կան, հա։ Այսինքն երեխաներ կան, բայց երեխաների համար Խաղալու տեղ չկա։ համապատասխան վայր չկա։ Ոչ մանկապարտեզ կա դե։ Ոչ մի բան, մանկապարտեզը սովխոզ եմ տարել, այս այլ երկու փոքրերն էլ այս տարվանից տանելի է։ Մոռացանք, մոռանում ենք, չենք գնում։ Շաբաթ կիրակին, որ ավանդույթ էր գյուղ գնալու, հիմա դարձել է լոկ հիշողություն։ Ժամանակը դարձել է զուտ թվեր, իսկ ժամանակին այն պատմություն էր իր ինքնատիպ հերոսներով։ Ժողովուրդ ջան, ուրեմն ես Լիան, Գաբրիել Ջիգը, որ դիզնայես մամա երգ համաշխարհային մակարդակում։ Մենք աստղի հետ ենք։ Այո, մենք աստղի հետ քայլում ենք, չգիտենք որ գյուղով, իբր էլի, չգիտեմ։ Կարակ մեր համար բացահայտ եք։ Այո, սա բայց լավ չի, Գաբրիել։ Ինչ ես ասում։ Հեսա մի հատ տեսնենք, վերևից տեսնենք գյուղը։ տեսած մարդ։ Հա, մի բան կիմանաս։ Որ գյուղը կլինի։ Մի բան կիմանաս, Գաբրիել։ Ինձ թվում է թե այն որ ասում ենք Վարգուշատի լեռնաշղթա Ահա։ կարող է էլի դուրս գա վերջում ներքին գյուդակու գյուղ։ Պտուղդ քաղող չկա, Մասրենի, Սարի Մասրենի, պատիվդ պահող չկա, Մասրենի, բարի Մասրենի, ասում են էլ մարդ չկա, որ փնտրի քնքշանքդ փշոտ, քեզ գրկի ու տաքանա, Մասրենի, ժայռի Մասրենի, երեսիդ նայող չկա, Մասրենի, վայրի Մասրենի, կրքերիդ կրակը քեզ թող այդպես այրի Մասրենի, կանգնել ես քո բարձունքին մեկուսի մենակ, մենավոր, իմ երես առած դարում դու լքված, այրի Մասրենի։ Գյուղը շենացնել է պետք բառերով չէ, այլ գործով։ Մի օր փորձեք քայլել այդ քարքարոտ ճամփեքով։ Մի օր հասկացեք այն մանուկին, որ ճոճանակի ընթացքն է երազում։
Մի օր դարձեք այն շինականը, որ ձմռան փայտի հոգսից գիշերը անքուն նստում է ու մտածում։ Նստում ենք բազմոցին ու փնովում բոլորին, մեղադրում նախկին ու ներկա իրադարձությունները, խոսում ենք, շատ ենք խոսում, իսկ գործ անելու ժամանակ այլևս չի լինում։ Տանում ես ինձ տարենտ է։ Վախենում եմ մաշիներից։ Սամ ջիգեր։ Գնաց։ Էզեր ավտոն, հա։ Ես վերջերս եմ ես ավտոնարը։ Բայ, привет։ Tuning արած։ Ո՞նց է։ Tuning արած ավտոսա։ Մի հատ բան արա։ Դոկումենտներս։ Unboxing արա։ Մանեջան, Unboxing եմ, unboxing։ ուրեմն դոկումենտներիս տեղն է։ Մաքուր զամշ։ Ռույլը վերջին արտադրության։ Սա ֆարերի համար է ու կարևորը պեդալը իմ ոտի չափով է նայեք։ Ու քանի պեդալա։ 3 հատ պիտի լիներ, բայց արտադրող ասեց։ Էս մի հատ է ռուչը վերտինի։ Ահա։ Սա ամրագոտի։ Այս նոր մեքենաների մեջ չի լինում։ Այո։ Դե ինչ։ Պրիվետ աղբեր։ Ո՞նց ես։ Ահա, չէ։ Վերջի անգամ հովաստը նստած։ Դու։ Ես գյուղից եք։ Այդ է, ծամեր։ Չէ, կապետի դու։ Աբոտ էի ցիկե։ Հակապան։ Սովորել, Չէ, քաղաքում աշխատանք չկա։ Հա։ Սեպաս դեպափոխվեցին տեսեր։ Արտանեցին, գայցանեցին, ասում բանեցին, կեսպես երեխան էսացեց։ Այլևս երեխայով ուժում ու գործեք մացի։ Դուք եք բացե։ Հայ, մի երեխայով։ Հետո կամաց շատացին։ Այսինքն դպրոցը բացվել է 90 թվականին։ 92-ին։ Հա 92-ին բացվել։ Սկզբից գնում էինք վեն գյուդակլույով երեխաների հետ։ Հա։ Հետո մենք սողմել երեխաներով բացեցիք ու դեպափոխվեցիք։ Իսկ քանի տարի տևեց դպրոցը, քանի տարի աշխատեց։ Ահագին, մի 40 տարի է որ հատված է երեխա չկա։ Այսինքն երեխա կա եղում է սյունիկ շոխոզ դեպի։ Հա։ Հատ երեխաներ ունենք, մանկապարտեզի դպրոցի, ես փոքրիկ գյուղում։ Քանի բնակիչ կան։ Երևի 15։ Իսկ ինչը ձգեց, որ եկաք այս գյուղ։ Չեմ ասում, երեխաները չէի կարողանում պահել, եկել եք ստեղ անասում։ Արտարել, այդվարել, մշակել, երեխաները մեծացրել։ բարի։ Ոնց ես։ Իսկ հիմա ոնց է ասում։ Չկա։ Ձեր տան ջրի խնդիրը ոնց է։ Այ ես դու սելֆի անենք իրար հետ։ Չորանում։ Մատաղի համար է այս ամեն ինչը երևի նախատեսված։ Եվ արժեր արդյոք որ աշխարհ գայիր։ Մի տուն, մի գլուխ պահելու համար, ժամանակավոր մի անմահություն շահելու համար, արժեր որ այդքան կորուստներ տայիր։ Արժեր որ այդքան ժեռեր փշրեիր, քարքարոտ մի հուն մտնելու համար, բարձ ու նախնական մի ճշմարտություն կրկնելու համար, մի բուռ ինքնություն գտնելու համար, արժեր որ այդքան փրփրեիր։ Արժեր որ այդքան դու քեզ քրքրեիր, երբ որ ուժերդ չէին ներելու, քո իսկ էության փախած բևեռներն իրար բերելու։ Արժեր որ այդքան հոգսեր կրեիր, երբ ամպրոպի պես չէիր պայթելու, չէիր վանելու այս մեղք մարդկության և մարդու մեղքերն աշխարհից հեռու։ Արժեր որ այդքան դու որոտայիր, և արժեր արդյոք որ աշխարհ գայիր։ Սիրելի հետևորդներ, ուրեմն նստած ենք գյուղամիջում, սուրճ ենք խմում, Տիկին Լուսիկի, Գայանեի, Լիայի հետ, Գաբրիելն է նկարում է։ Մեկ էլ Տիկին Լուսիկը այսօր ուրեմն դոշակները, վերմակները հանել է արևին ատվե, ուժեղ անձրևա սկսե, այնտեղից գոռալով ասես հա։ Ինչ եք ձեր մեքենան կանգնեցել մեր վառոդների առաջ, բան այ կնիկ ասում եմ որ անձրևը գար, ես ընդ կանգնած լինեի, ես քո դոշակները կմցնեի տուն։ Դու դա չգիտես, բայց պարզվում է այս գյուղը ունի
չաթ ունի ու ամեն օր, հա, ամեն օր է գալիս։ Համարյա։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ այս բիսեդկայում չաթով պայմանավորվում են ու գալիս են սուրճ խմելու։ Էլ որ գյուղում կա տենց բան։ Առաջի գյուղնա, որ սենց բան եք հանդիպել։ Մենք է դժգոհում ենք, ասում ենք մարդ չկա։ Այդ օրերին գալու ենք։ Այն օր աղջիկս ասում մամ, որ ձեր մոտ տենց եք, անում այլ մենք ենք այդ նույնը անում։ Իրանք հայացում ագարակ։ Հա, հավես։ Հավաքվում են, սուրճ խմում, երեխեքին տանում են մանկապարտեզ, գալիս սուրճ խմում։ Հերթական մի գյուղ եւ մի նոր արահետ։ Երկինքը նույնն է, արև կա, կյանք կա։ Մնում է ծաղկեն, ինչպես ծաղկում է բնությունը։ Սիրեք մեր հողը, գրկեք ամուր ձեր արմատները։ Ստեղծեք այն պատմությունը, որի մասին կխոսեն հպարտությամբ գալիք սերունդները։